Մյուզեումի հարգելի հետևորդներ, սա Կոմիտասի փակ շուկան է, որը 1 տարի առաջ փակվեց եւ քաղաքացիները, որոնք մի քանի տասնամյակ այստեղ առևտրով էին զբաղվում, ստիպված եղան դուրս գալ եւ հարևանությամբ տեղ էին հատկացրել նրանց եւ իրենց գործունեությունը այդտեղ են ծավալում, սակայն նշում են, որ արդեն մի քանի օր է ինչ խնդիրներ են առաջացնում նաեւ այստեղ արհեստական խոչընդոտում են նրանց աշխատանքը, որպեսզի այստեղից եւս դուրս գան։ Ինչպես տեսնում եք, ճանապարհային նշաններ են այստեղ տեղադրվել եւ առևտրականները նշում են, որ խոչընդոտում են իրենց գործունեությունը, թույլ չեն տալիս, որպեսզի տրանսպորտային միջոցները բարձրանան այստեղ, անգամ ուղեփակոցներ են տեղադրել, առաջարկում են մոտենալ այս պահին եւ նրանցից լսել իրենց բողոքը առավել մանրամասն։ Բարև ձեզ, խնդրեմ դուք էլ ներկայացնեք խնդիրը, ահազանգի հիման վրա ենք եկել, խնդրեմ նախ ներկայանաք։ Ես Անահիտ Ոսկանյանն եմ, այս փոքր տեղն եմ աշխատում, մեզ փակել են այդ շլամբաու են դրել, ոչ մի մեքենա ոչ կարում է գնա, ոչ գա, ոչ պտտվի, ամբողջ օրը մենք չենք կարողանում առևտուր անենք։ Ես երեք ամբողջ օրը 10,000 դրամի չեմ կարողացել գործանեմ, որ այդ ապարատն է բերել են կպցրել, որ ես հարկային եմ տալիս, բայց ես 10,000 գործ չեմ արել։ Ես եթե իրանք թողան այդ 10,000-ի օգուտը, տան կեսը հարկային, կեսը տարածքի տիրոջը, նոր կեսն էլ որ ես տանեմ հաց ուտեմ գոնեց համար, ես լռեմ ու անցնեմ գնա։ Նախ թողերեն իրանք սեփականության թուղթուցույց տան տենան, որտեղ է գրված, որ խանութների դիմացը կարելի է փակելու իրանցով անել։ Հերիքա մեծ հանեցին արդեն 13 ամիս ոչ մի շինարարություն չեն անում, որ մեծ հանեցին, գիտեք ինչ ձևով հանեցին, ասեցին ռեմոնտ ենք անում տանք ժողովրդին, բայց ոչ մի ռեմոնտ չեն անում, ոչ մեկին էլ չեն տալի, իրանք ռեմոնտենարը մի մասը տվել են հնդիկներին իրանք որպես աշխատուժ։ Եվ որ ձայները ապահովեն, որ հունիսի 7-ի ընտրություններին իրանք ձայները ապահովված լինի։ Բայց եթե հայ կա, եթե ով իրան ընտրի, ուրեմն իրան նման թուրք է։ Պետք է բոլորը մի մարդու նման հային ընտրենք։ Հերիքա մեծ կերել են։ Ես ինքս փողոց եմ փակել, որ ես Սերժից պրծնեմ, բայց ես այն որ ասում եմ, միջև չի գալի հետինը, չի հիշվում առաջինը, այն որ ավելի խեղտված պահա։ Ասես չի կարա լինի։ Լավ, մենք մեր երկրում ի՞նչ է, ուզում են մենք ստեղից դուրս գանք, ուր գնանք։ Որտե գնանք։ Մի հատ մեծ ապահովում աշխատանքով, մի հատ Թորոսյանն էլ կան, Թորոսյանը դե այ մի ասավ իրանից ինչ է ներկայացնում, ասում եմ մենք աշխատատեղեր ենք, դուք միայն աշխատատեղերը վերացնում եք, չեք անում։ Լավ, ինչ անենք, մարդուն կարելի է այս աշճանի ամեն րոպե մեր չգիտեմ, մեզ ներվայնացնում են, մեզ չեն թողում, այս վիճակով կանգնել ենք, մեզ չեն թողում մեր ցամաքացի հացը բախտակեն։ Ընդեղ սեփական չի սուտ են խոսում։ Այն շենքը ընդեղ ապարումի ձևով փակ է շլամբաու դրե ոչ մի մեքենա չի կարող ֆռա, իրանք էլ ստեղ են դրել։ Ներքևից զնակներն որ չի կարելի մեքենաները կանգնեն։ Այնտեղ չի կարելի, ոչ կարելի։ Այսքան մարդուն հանեցին դուրս, հիմա այս ժողովուրդը ինչ անի, չապրի իրար չգոյատևի, որտեղ գնանք աշխատենք։ Չի կարելի տենց, մի քիչ մարդկայնորեն կարելի է մոտեցում ցույց տալ։ Ինչ մարդ։ Այդքան զնակները դրել եք, շլամբաուները դրել եք, բայց այսքան ժողովուրդը իր հացը ոնց վաստակի։ Ոնց։ Մի հատ խնդրում եմ հարցից պատասխանեք։ Ոնց վաստակի։ Իրանց երեխեն ուզում է ուտի հաց, մեր երեխեքը հենց այնց փողոցներն են, հա։ Չի կարելի մենք դել, մենք են փագեն, բամնացածը։ Դե թող բերեն աշխատատեղեր դնեն, ժողովուրդը աշխատի։ Ինչքան կարան թող վատություն անեն ժողովրդին, ավելի լավ։ Թոնդրությունների, որ մարդիկ հասկանալով գնան իմանանում ընտրել։ Այսքան տեղի համար մի մեքենայի տեղ չկա, որ մեքենա շրջվի կամ շուկայից բան առնի։ Հետո 8 տարի արդեն գժվցրեց մեզի։ Ինչքան կարելի է, ինչքան դիմանանք։ Խափում էր բանկերով, խափում էր չգիտեմ ինչերով, գայթակղվեցին 12 թվից սկսած Սերժը մեզի կերավ, քրքրեց իրա բանկերով, իրա տոկոսներով։ Մենք էլ հավատացինք իրան, ասեցինք լավ, միգուցե էսի գա իրոք մեզ էս վարկերից վերացնենք։
Հալավ ինչքան կարելի է։ Շուկաները Ինչքան կարելի է։ Բոլոր տարածքները թանկացել է։ Հարկայինը 10% թանկացրել է։ Չգիտեմ, երկու կողմից զնակ է գրել։ Երկու կողմից զնակ է դրված, որ չի կարելի կայանատերը։ Այնտեղ շլամբաուն է, այն կողմը շլամբաուն է։ Լավ, այս մարդիկ ո՞նց անեն։ Ո՞նց աշխատեն։ Այս 3 օր ավտոները գալիս են այստեղ խցանում առաջանում։ Ջղայնացած ասենք ինքն ասում մի կանգնի, ես եմ ասում մի կանգնի, մսի խանութի տերը բվացի տալի, բայց իրականում որտեղ կանգնեն։ Ջղայնանում են ավտոները քշում գնում են։ Մենք էլ մենակ տեղի փողը տանք նստենք, տենց ո՞նց կլինի։ Պետք է կարողանանք, չէ՞, մարդկանց փող տանք։ Կարևորը մեր հարկերը տանք, իրանք պարգևավճար գրողլանի չլներ։ Վերջը պետք է լինի սրա, թե չէ։ Անդից հանին, ստից հանում են, հետո ուր գնան։ Ուր գնան։ Ոչ մեկ մեզ աշխատատեղ չի տա, որ գնանք աշխատենք։ Դե թող տային, այս երեխեքը տվեցին։ Դե թող իրանք ապահովեին։ Թող ապահովեին, ինչ արեցին։ Հիմա էլ ստեղ են օթերը փակում, որ ինչ։ Ինչի հացենք թաղապետարան բողոքեցինք, ասեցին ինչով տարանք կօգնենք։ Դե թող օգնեն։ Այս մարդիկ այս երեխեքը ոչ չեն կարա այդքան։ Գան մի բանով մի հատ կռիշ անեն, մի բան անեն, այս ժողովուրդը կոտորվում են արդեն, լավ ինչքան։ Ինչքան։ -15-ին կանգնում ենք հացի խնդրի համար ու էդ էլ չեն թողում։ -15-ին յուրաքանչյուրի կինը կամ մայրը կգա կկանգնի ստեղ թե մենք բիտոնի վրա որ հացի խնդիր անի կգա ոչ մեկին էլ չի գա հեշտ են ապրում իրան դրա համար չեն հասկանում թե ուշտը սովածին ինչ անում որ հացի աշխատի թող գան աշխատեն դրանք կգան ոչ մեկ էլ չի գա մենակ փակեն լավ հերիքա էլի հերիքա ու մի բան էլ ասեմ եթե այս հարցը նորմալ ձևով չլուծեցին այսպես բոլորովս իջնելու ենք հիմա քաղաքում այսպես ձեներս բարձրացնենք ու փակենք իրա նման պետք է գնանք փողոցը փակենք որ մեզ էլ նայեն Իշքան ուզում են թող ջարդեն մեր հարկերով միլիցեքին փողա տալի որ իրան պահեն այդ միլիցեքն մեր վրա ձեռ բարձրացնեն դե հələ փորձի ու այս հարցը չլուծեն ու իրանք կտենան կամ թող բերեն իրան սեփականության թուղթը ցույց տան որ այդ իրան սեփականն է կամ էլ մենք պետք է իջնենք քաղաքում այս հարցը բարձրացնենք հեյք եղավ բոլեղավ ինչքան լռում են լավ էս ազգը երբ պետք է զարթնի վերջապես երբ ինչքան կարելի է Ես ճիշտ հասկացա չէ որ փակշուկայի փակվելուց դուք այստեղ եք 1 տարուց ավելի աշխատում ձեր գործունեությունը ծավալում եւ արդեն մի քանի օր է ինչ այստեղ ուղեփակոցներ են տեղադրվել եւ դրա հետևանքով խոչընդոտվել է։ Ո՞նց էին տեղադրել, բայց թույլ էին տալի, ավտոները մտնում էին ներսը կանգնում էին։ Ֆռում էին, ասեն գալիս։ Այսինքն այդտեղ շինարարություն է լինելու, դեռ չկա ոչ մի բան, դեռ չկա։ Ուղղակի փակել։ Գոնե որ լիներ, կմտածեինք, հա, ասենք շինարարությունը սկսել է, փակել են։ Ինչի համար են փակում ավտոները կանգնելու համար, որ չթողեն։ Ու առանց ամաչելու էլ իրանք իրան մեջը ծիծաղալով ասում են, որ 20 օրից շուտան կփակվի։ Քանի որ ավտոն չի կարող գա, բնական ավտոմատ փակվում։ Այսինքն բացի քաղաքացիներից, որոնք գալիս են մեքենայով գնումներ կատարել, նաև դուք չեք կարողանում ձեր ապրանքը բերել, հա։ Իհարկե չենք Եվ կարող ապրանք բերողը, եւ ապրանք տանողը, եւ բոլոր տեսակի գնորդները, որ մեքենայով են գալիս, չեն կարողանում մարդիկ գալիս են ֆռում են գնում են։ Բա մենք ինչքան կանգնենք ստեղ առանց հաճախորդի, ո՞նց կլինի։ Հենց ունենց կանգնենք, որ ինչ չլինի։ Պետք է կարողանանք, չէ՞ դրա տակից դուրս։ Այս 2 տարվա մեջ 3 անգամ արդեն ստեղից ընդեղ տարան, ընդեղից ընդեղ տարան, ընդեղից ընդեղ տարան, հաճախորդները լրիվ կորցնենք մեկը մյուսին։ Ամեն տեղափոխելուց մի քանի հաճախորդ են կորցնում։ Հիմա մենք այս գներով կարան գնանք ուրիշ տեղեր։ Այդ մի քանի հաճախորդի համար ենք ստեղ մնացել, բայց իրանք ամեն ինչ անում են, որ ստեղից թողեն գնան։ Ամեն ինչ դրան են։ Դե եթե ծիծաղալով ասենք 20 օրից շուկան փակվում է։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն դա ինչ ուրախանալու բան է, որ 50 ընտանիք սոված մնա։ Իսկ դուք ձեր խնդիրը փորձել եք բարձրացնել, օրինակ քաղաքապետարանում, քաղաքապետարանում։ Նոր են արել։ Հանկարծ եկել են կառավոտը գործի բան իմացանք որ մեզ չեն թողել։ Իսկ հիմա հնարավորություն եք դիմելու օրինակ վարչական շրջանի ղեկավարին, քաղաքապետին կամ առայժմ լրագրող կանչելով եթե նկատում այս հնարավորություն եք ուղիղ կարող եք դիմել օրինակ ուղիղ կապ մենք բարձրաձայնելու եթե հանկարծ մեր խնդրին լուծում չտվեցին քանի կար մեր քաղաքապետը պարոն Ավինյանը ասում էր որ այս շուկան փակել են ռեմոնտ անելու նորից վերադարձնելու մեզ
որը որ սուտ է, բայց արդեն 13 ամիս է ոչ մի բան չի անում, էլի եմ ասում, կարող եք մտնել նկարել, որ մեզ հանելուց հետո դեսարկել են հնդիկների կացարան, էժան աշխատուժը բերել են, որ իրանց աշխատացնեն, իսկ մենք դե ոչինչ, մենք կկորենք, որտեղ մի բռունցք չենք դառնում, այս ազգը մի բռունցք չի դառնում, հիմա տեսելի կանչեն են, միջև այդ խոցացել էի, կգակ կանգնեք, ասինը բոլորս է կգակ, տես որ երկուսով ենք կանգնած, էլ մարդ չկա, իրանք սիրում են, ասեն հա, բայց չգան խառնվել։ Բայց բոլորն էլ մեր հետ միանում են, բոլորի ձայնն էլ մեր հետ միանում է, որ բաց են մեր հարցին լուծում տան, մեր պահանջը կատարեն։ Այդքան բան, որպեսզի կարողանա այսքան մարդը հաց վաստակի։ Բոլորը աշխատողներ են, օրահաց, իսկականից օրվա հաց ենք աշխատում։ Ավելի մենք չունենք, օրանում մինուսով ենք գնում։ Մենք ավելը չունենք, գոնե էդի թողնենք, որ աշխատեն, գոնե էդի։ Հələ մի հատ խնդրում եմ, հաշվեք քանի ընտանիք է։ Մի հոգին կարա այդքան ընտանիքին վայսնի ու անընդհատ, չի կարելի դες։ Վերել են այդ նշաններ են դրել, մեքենաները գալիս են, չեն կարող ստանք են կանին, գալիս են շուկայի դեմը փակում են, ասես տեղը առողջ չի լինի, ժողովուրդը բողոքում ասում չի լինի։ Ուզում ենք բոլորովս դրա համար ենք հավաքվել, ասես որ մի հատ լուծում տանք, գոնե այդ ստայանք են կանգնեն մեքենաները կամ ռազմավարություն անեն, գոնե ժողովուրդը կարողանա գա մտնի ասես։ Մեքենայով գալիս են օրինակ օբյեկտներին ապրանք պետք է տան, մեքենայով գալիս չեն կարող կամ այսինքն շիվարում մնում ենք։ Դրա համար հիմա ասենք մի հատ լուծում տանք, հասկանանք ինչ է էլի։ Չի էլի տենց, այսքան ժամանակ քանի տարի աշխատման նորմալ եղել է, հիմա վերին նշան տնկեցին, ստայանքա փակեցին, այսին այդ ենք ուզում լուծում, մի հատ լուծում գտնենք, հասկանանք ինչ է էլի։ Մի գոնե ժողովուրդը կարողանա շարժ անեն, մեքենաները գնան գան։ Հա, 10 անգամ մանավանդ որ ստեղ մի հատ մեքենա է կանգնացնում, 10 անգամ հետո առաջ են անում, որ կարողանան, հələ այսօր շաբաթվան այնց օրա, որ այդքան շատ չէ, շաբաթ կիրակի օրերը մարդիկ ազատ են լինում, գալիս են, որ տես, ինադու բացեցին, որ ֆռա հետ գա, որ դուք նկարում եք, տեսնեն որտեղ, իսկ եթե իրավունք կա բացել ֆռալու, թող բաց թողեն, մարդիկ մտեն հելնեն։